Պարոն Ալեքսանյան, քանի որ իշխանության տարբեր պաշտոնյաներ են նշում, որ այդ ընտրակաշառքները մեծ դեր են ունեցել, ինչու քաղաքացիական պայմանագիրը եւս սահմանադրական դատարան չի դիմում կամ գուցե քննարկում եք դուք եւս դիմեք սահմանադրական դատարան այդ մասով ձեր առարկությունները ներկայացնելու։ Արդյունքները օրինակ չեղյալ համարելու պահանջով։ Մենք հիմա շատ կարևոր օրենսդրական փոփոխությունների նախաձեռնման փուլում ենք, հիմա այդ քննարկումներն են ընթանում, որ հետագայում արդեն ամեն ինչ շատ ավելի հստակ լինի ընտրակաշառքի մասով, որովհետև առնվազն այն ինչը ես եմ հասկացել մեր իրավաբանների հետ խորհրդակցությունից, այնա որ այս պահի դրությամբ մեր օրենսդրությունը բավականաչափ հստակ չի ու ընտրակաշառատու սրիկաները կարողանում են դեռևս մանևրել օրենքի այսպես բաներում։ Առնվազն ընտրակաշառք բաժանելու մասով շատ լուրջ խստացումներ ենք նախատեսում ու քաղաքական դաշտի մաքրում ենք նախատեսում ընտրակաշառատու սրիկաներից։ Պարոն Ալեքսանյան, հիմա սահմանադրական դատարանի ընտրակաշառքով են ընտրել։ Առնվազն ԿՀ-ի դիմաց երեկվա ընդդիմադիր բոլոր կուսակցությունների հրավիրած հավաքի հանրահավաքի թիվը դա է հուշում, կներեք դա կես միլիոն ձայն ստացած քաղաքական միավորի հավաք չէր երեք ԿՀ-ի դիմաց։ Առնվազն ակնհայտ է, որ իրանք մարդկանց հետ գործարքի են գնացել, մեկ անգամյա է եղել այդ գործարքը, փողը վերցրել են, ընտրել են հետագա ցույցերի բանի մասով, պայմանավորվածություն չի եղել։ Ձեզնից ոչ ոք գնտրությունները կեղծված։ Մեզնից շատ մարդ է դժգոհ, բայց այդ ուժերը իրանց ձայների բացարձակ մեծամասնությունը ստացել են ընտրակաշառքի բերումով, որտեղ նույնիսկ մեզ չսիրող, մեզ չընդունող, մեզ մերժող քաղաքացին հասկացել է, որ սրանք ընտրակաշառատու սրիկաներ են եւ սրանց քվետալ պետք չի։ Պարոն Ալեքսանյան, Ես կես միլիոնի մասին չեմ խոսում, ես ասում եմ նրանց մեծամասնությունը, ու ես պնդում եմ իմ ասած։ Պարոն Ալեքսանյան, խորհրդարանը որ ձևավորվում է ստեյության դատարանում է բոլոր գործերը, չեք տենում այդ գործերը։ Ուժեղ Հայաստան կուսակցությունից քանի падգամավորի տեխնացու է այս բայից փախած քննությունից 4 Կներեք, բայց հիմա կներեք խեք ինձ ընդհատում, ինչ եք ինձ ընդհատում։ Ես հասկանում եմ, որ դուք ուժեղ Հայաստան կուսակցության կողմից ֆինանսավորվող լրատվամիջոց եք ներկայացնում, բայց հարց չեք տալի, թողեք ես ավարտեմ, նոր տվեք այդ հարցը։ Հիմա ասում եմ, ուժեղ Հայաստան կուսակցությունից 4 падգամավորի տեխնացու հետախուզման մեջ է, ընտրակաշառքի գործով, փախածա քննությունից, ինչ ասա նշանակում։ Կարելի է հիմա հետախուզման մեջ է։ Կներեք մյուս գործընկեր։ Բայց մի ժամ հարցնում եք, 100-ավոր մեղադրյալական ընտրակաշառքի գործով, դեռևս մեղադրյալներ 3 ընդդիմադիր ուժերից, սակայն նրանք ձեզ են մեղադրում ընտրակեղծարարության մեջ, ոչ ժողովրդավար լինելու մեջ, ինչ գնահատական եք։ Դե դա էլ հենց սրա մասին է խոսքը, որ մեր գործընկերները որոշել են, որ իրանք կարան քաղաքացիների ճակատին գնապիտակ փակցնեն, ասենք մի ուժը գլուխը 5000 էր ասում ԲՀԿ-ի ընձայնագրության մեջինը, ուժեղ Հայաստանը ինչքան էր ասում, ամիսը 100 թե 150 ըստ երևույթին ամենաբարձր գնապիտակը իրանցն է, որ գան նոր ազգային ժողով, եթե հանկարծ սխալվեն գան նոր ազգային ժողով, ես կարծում եմ այդ գնապիտակները պետքա հետ վերադառնան իրենց ճակատներին։ Բայց այդ ձայնագրությունները մոնտաժված են։ Շատ բան են ասում։ Ինչն են, մի հատ այդ ձայնագրությունները լսեք, էլի ասում են կոնտեքստից կտրված է։ Մի հատ որ կոնտեքստի մեջ ուզում եք այդ արտահայտությունները դրեք։ Որ կոնտեքստի մեջ է, որ դա ընտրակաշառք չի ու դա օրինական։ Որ կոնտեքստի մեջ է, որ ասում է ոչխարներին առաջ եմ անում, տանեմ ցույցի։ Որ կոնտեքստի մեջ է, որ ասում է գլուխը 5000։ Որ կոնտեքստի մեջ է, որ ասում է մարդը 70 է ստանդարտ գինը, թե մարդը 50։ Որ կոնտեքստի մեջ է, որ այդ ընտրակաշառք չի։ Պարոն Ալեքսանյան, 6 տարի Գագիկ Ծառուկյանին դատում եք ընտրակաշառք տալու համար, վերջում արդարեցվեց։ Ոնց արդարեցվեց։ Գագիկ Ծառուկյանի մի վարքյան չէ, ինչ արդարեցվեց։ Մի ասեմ ոնց արդարացվեց, որ մեր քաղաքացիների համար տպավորությունը բան լինի։ Ինչ էր իր ընկերության տնօրենի ազգանունը Արուստամյան։ Արուստամյան Սեդրակը մեղքի իր վրա վերցրեց ամբողջությամբ, դատվեց ընտրակաշառքի գործով եւ Ծառուկյանը արդարացվեց, այտենց արդարացվեց։ Հա, տենց արդարացվեց։ Եթե իմաստ նկատի ունեք, որ ասենք, չգիտեմ, Սամվել Կարապետյանի մեղքը իր վրա վերցնելու է Նարեկ Կարապետյանը ու արդարացվի Սամվել Կարապետյանը, չգիտեմ, տեսնենք։ Պարոն Ալեքսանյան, տեսեք, քանի որ դուք նաև այդ ցույցը հաշվի առնելով եք ասում, թե ինչքան մարդ է Առաջ գնանք, մեր օպերատորները հուշում են։
ընտրակաշառքի արդյունքում կամ հետևանքով, այդ նշանակում է մոտավորապես առնվազն 500,000 մարդ, եթե այդպես կոպիտ բանով ասենք, 3 ընդդիմադիր ուժերի ընտրակաշառքով է քվեարկել։ Ես ասում նայած մեծամասնությունը չեմ ասում Դե բոլորը։ ասում Ակնհայտ է, որ կան մարդիկ, ովքեր ակնհայտ է, թե ինչ մասշտաբի։ Չէ, ցույցը միշտ չի արտացոլում քո բոլոր ընտրողների թիվը, բայց ցույցը հստակ արտացոլում է քո ընդհանուր աջակցության ծավալը Այսինքն երկրում։ առնվազն այնքան են, որ ընտրություններում փոխել են իրավիճակ։ Այդ պնդումը ամենևին Ընդդիմության մասով գուցեև։ Հիմա ես դա եմ հարցնում, ինչու ԿՊ-ն չի քննարկում սահմանադրական դատարանում այս հարցը բարձրացնում։ Ես ես նոր ասացի, որ այս առումով մենք առնվազն տեսնում ենք օրենսդրական լուրջ բացեր, ու ինչը եւ տրամաբանական է, քանի որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս գործող սահմանադրությունը գրվել է հենց այս կլանի ներկայացուցիչների կողմից, որպես Այսինքն բաց ինչ առումով, ինչ եք ուզում անել, որ գործող Օրինակ օրենսդրությամբ հստակ գրված չի, որ եթե մի ուժը սիստեմատիկ ընտրակաշառք է բաժանում ու բռնվում, ինչ է տեղի ունենում։ Գրված չի հստակ։ Ես կարծում եմ դա պետք է շատ հստակ լինի, սա իմ կարծիքն եմ ասում։ Պետք է շատ հստակ լինի, որ օրինակ եթե օրինակ սիստեմատիկ բացահայտումներ են լինում ընտրակաշառքի մասով, առնվազն այդ կուսակցությունը այլևս չկարողանա ընտրություններին մասնակցել։ Ինչ է վարչական ռեսուրսը, մեկնաբան եք խնդրում։ Դե մեկնաբան եք, դուք եք տալի հարց։ Պետական ապարատը, որը օգտագործում է իշխանության Ոնց է օգտագործում, խնդրում մանրամասները։ Վերջին Եթե կներեք, բայց եթե ես ձեզ վստահեցնում եմ, եթե հանրահավաքին ավտոբուսով բերվող մարդ լինի, այդ մարդը 100% վստահությամբ ձեզ ասում եմ, որ նա մեզ չի ընտրի։ Եթե մարդուն ստիպողաբար տանեն հանրահավաքի, այդ մարդը հաստատ չի ընտրի ոչ մեկին։ Պարոն Ալեքսանյան, կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Կներեք, հետևաբար, եթե ձեր ասած տրամաբանությամբ ելնենք, ապա եթե նման դեպքեր եղել են, խնդրում եմ այդ բոլոր դեպքերով դիմեք ոստիկանություն, բայց եթե նման դեպքեր եղել են, այդ դեպքերը Թաթոյանը քանի անգամ Ինչը Թաթոյանը քանի անգամ բաներ տարածեց։ Ինչ տարածեց։ Կներեք, էլի 1000 ներողություն Թաթոյանը ինչ-որ համալսարանից, ինչ-որ մի դասախոսի կողմից մի հատ ձայնային հաղորդագրություն է տարածել, որը չգիտեմ ինչքանով է լուրջ առհասարակ քննարկել է։ Չէ, կներեք, մի վարքյան, եթե լիներ վարչական ռեսուրսի տոտալ ինչ-որ տենց ձեր ասացի պես կամ այդ, չգիտեմ, եռագլխի պոչի ասացի պես ինչ-որ մի բան, 1000 ներողություն իհարկե, բայց այդ նույն համալսարանից դասախոսներից մեկը օրինակ Թաթոյանի ցուցակով տեխնացու չէր ելնի։ Այդ ինչի մասին եք խոսում էլի։ Պարոն Ալեքսանյան, Չէ, դրա մասին։ այդ Մասիսի դեպքը, որ ձեր աջակիցները ծեծել են, մյուս դեպքերի Ում աջակիցներ, ինչից իմացաք, որ մեր աջակիցներն են։ Կհիմնավորեք, որ մեր աջակիցներն են։ Ով էր ասում։ Մեկ տեսանյութ ցույց տվեք, ով ասում, որ մեր Ձեր աջակիցներ։ աջակիցներ չեն, բայց Ես չգիտեմ ովքեր են, դուք ասում եք մեր աջակիցներն են, ես ինչ իմանամ, մեր աջակիցներն են թե չէ։ Ով է պնդել։ Պարոն Ալեքսանյան, Դե ծեծվողը շատ բան կարա պնդի, հիմա ես ասում եմ այդ մարդկանց մեր հետ կապող ինչ կա առհասարակ։ Չգիտեմ ես, ասում եմ ասեք, դուք պնդում եք անում։ Պարոն Ալեքսանյան, Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի օդանավականում արված կադրերը, որոնք անձնական տվյալներ են պարունակում, ինչպես է հայտնվում, հա, իշխանական կարգերից մեկումից թույլտվությամբ, ինչ միջոցներով։ Ես չիմանամ, ժողովուրդ ջան, լրատվականները, դրանք լրատվականներ են, հիմա ձեր կայքերում էլ օր մեջ բան է հայտնվում, ինչ իմանանք, որտեղից է հայտնվում։ Հարգելի գործընկերներ, հիմա ես ընդդիմադիր կայքերը, որ սկսեմ թերթել, իմ մոտ տպավորություն կստեղծվի, եթե ես իհարկե չհասկանամ, որ դրա 90%-ը եթե չիմանամ, որ սուտ է, իմ մոտ տպավորություն կստեղծվի, որ այս մարդիկ ախը նիստերից արտահոսք ունեն, մեր խմբակցության նիստերից երբ որ ԱԱԾ-ն է այդպիսի տեսանյութ տրամադրում, Հարգելի գործընկերներ, կներեք էլ, ես ինչն եք պատմություն սարքել։ Ռոբերտ Քոչարյանը խիստ նեղվել է, որ իր վիդեոները դուրս։ Ռոբերտ Քոչարյանը երկար ժամանակ երազելու է, որպեսզի փախնի Հայաստանի Հանրապետությունից ու չի կարողանալու փախնի Հայաստանի Հանրապետությունից։ Ու ես, լավ է, ի՞նչ անձնական կյանք նենց եք ասում, ասում մարդու անկողինն են նկարել։ Օդանավակայանում մարդու նկար այդ ինչի մասին է խոսքը։ Ժողովուրդ ջան, օդանավակայանը հանրային տարածք է։ Հանրային տարածքում ինչ կա, ես չգիտեմ ում տարածքն է։ Հարգելի գործընկերներ, Ռոբերտ Քոչարյանը երազելու է, որ փախնի Հայաստանից ու չի կարենալու։ Եթե Ռոբերտ Քոչարյանը շատ է ուզում ինչ որտեղ մտնի, թող գա մտնի։ Այս դահլիճ ես խոստանում եմ իր համար անմոռանալի նիստեր կլինեն։ Հարգելի գործընկերներ,
Հայաստանի Հանրապետության Երևան մայրաքաղաքում գործող Զվարթնոց միջազգային օդանավակայանը, առնվազն այն տարածքը, որտեղ որ այդ ֆոտոն, վիդեոն արվել է, հանրային տարածք է, դա չի կարա համարվի անձնական տվյալ։ Ես չգիտեմ ինչ տեսախցիկով է, բա դուք տեսել եք Հարգելի գործընկերներ, ես ձեզ ասում եմ, այդ տարածքը հանրային տարածք է։ Նշանակում է արտարոց ոչինչ չկա։ Դա հանրային տարածք չի, ուզում եք ասեք, դա անձնական կյանք է, ասենք դա Ռոբերտ Քոչարյանի ինչն է, ներքին սենյակն է։ Սահմանապահի թիկունքում գտնվող տեսախցիկով, որը միայն տիրապետում է անվտանգության աշխատակիցը։ Ես չգիտեմ, դա եթե դուք այդպես էքսպերտիզա եք արել, նման պնդում եք անում, դա ձեր գործն է։ Հարգելի քաղաքացի, ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը շատ ավելի շատ մտահոգվելու բան ունի իր հետագա կյանքի հետ կապված, քան կոնկրետ այդ տեսանյութը։ Հարգելի Շորչան, այդ տարածքում բոլորը նկարվում են, դա փակ տարածք չի, դա անձնական տարածք չի, անձնական կյանք չի։ Հարգելի գործընկերներ, դե նույնն է, ոնց որ հիմա ինձ նկարում եք, ես ասեմ դուք հիմա իմ անձնական կյանք եք ներխուժել ու արտահոսք եք անում։ Հանրային տարածքա չէ։ Հələ սա հանրային տարածք էլ չի։ Պարոն Ալեքսանդրյան, լավ թե հիմա գնացեք, ես մեկ հարց ունեմ, եթե Խնդրեմ, պարոն Կիրակոս։ Պարոն Ալեքսանդրյան, քպականները Facebook-ում գրում են, որ ինչ-որ նախագիծ է շրջանառվելու, ըստ որի ով Հայաստանից 6 ամսով բացակայել է, այլևս ընտրելու իրավունք չունի։ Մի քիչ Դե դուք մանրամասն եք։ Խոսքը ընտրական իրավունքում ռեզիդենտության այդ ցենզը ներմուծելու մասին է, բայց կոնկրետ մանրամասներ այս բանը թույլ տվեք չասել, քանի որ դեռ քննարկումների փուլում է ու տարբեր կարծիքներ կան, բայց առնվազն նման միտք կա, որ ընտրելու իրավունքը քաղաքացու կապել նրա հետ, թե ինչքան ժամանակ է ինքը ապրում Հայաստանում։ Այո, մեր ժամանակ եք նախատեսել։ Չեմ կարող ասել, նորից եմ ասում, որովհետև շատ տարբեր կարծիքներ կան այս բանը։ Որովհետև քպականների գրառումներում շրջան տարբեր մոտեցումներ կան, կա նաև այլ տարբերակ, բայց մի խոսքով շատ արագ։ Այսինքն այս խորհրդարանը արտահերթով հնարավոր է ընդունի թե հնարավոր է, ինչու ոչ։ Եթե ստացվի միջև այդ գալ կոնսենսուսի թիմի ներսում ու ստանալ այդ բոլորի համար ընդունելի տարբերակը, ապա ինչու ոչ։ Այսինքն ինչպիսի օրենք եք ուզում ունենաք, որ ժամանակում Հայաստանում դե հենց դա է, որ հիմա քննարկման փուլում է ու վերջնական չի։ Չէ, վերջնական ոչ մի տարբերակը չի, այս բանը դեռ քննարկման փուլում է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում մշտապես ապրող քաղաքացիները որոշիչ ձայն ունենան ընտրություններում, որտեղ մենք էս կներեք, որտեղ մենք այս ընտրություններում ականատես եղանք մի բանի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին գրեթե բռնի ուժով ստիպողաբար կամ կաշառքի դիմաց ուղարկում էին այլ երկրից Հայաստանի Հանրապետություն ընտրությունների մասնակցելու եւ ընտրությունների վրա ազդեցություն ունենալու նպատակով։ Օրինակ քաղաքացի է դրսից եկել ունեք ինչ որ տվյալ։ Ես չեմ կարող ասել, չեմ կարող ասել։ Եթե օրինակ գնացել է ուսման նպատակով արտերկիր եւ ուսումը կարող Համաձ այդ բոլոր արգումենտները մեր քննարկումների ժամանակ են հնչում ու քննարկման փուլում է այս հարցը, պետք է հասկանալ, էլի, դա համար շատ ինքը Համանդրական մեծամասնության հարցը ինչպես է լուծվելու, քանի որ 3-9-րդը դա համանդրական մեծամասնություն չէ։ Դե հիշում եք, այնտեղ բան կար։ Կալուգացի օլիգարխի եղբոր տղան ասել էր, որ մեզնից 8 պատգամավորի հույս ունեն։ Ինչ ասեմ, տեսնենք։ Տեսնենք, հիմա իրանք բան են միտք են ասել, ասում եմ, տեսնենք։ Սա ֆիքսենք, որ ֆիքսենք, չէ, ուղղակի ֆիքսենք, որ նրանք նման բան են ասել։ Պարոն Ալեքսանդրյան, կներեք, թեժ քննարկվեց Քոչարյանի տեսանյութը, բայց նաև անհայտ է, թե ինչի է թույլ չի տրվում, պաշտոնապես չի ասում, թե նա ինչի չի կարող Հայաստանից դուրս գալ։ Սա ինչպես եք մեկնաբանում, երբ որ իրավապահ որևէ կառույց չի ասում, որ նոր գործ կա եւ քաղաքացու Քոչարյանի այս դեպքում տեղաշարժը սահմանափակվում է։ Սա եւս խնդրարույց չէ։ Խնդրարույցն է, որ Քոչարյանի տեղաշարժը սահմանափակվում է ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքով։ Իր տեղաշարժը պետք է սահմանափակվի 3-6-ի վրա բանտախցով։ Բայց դա կամայականություն չի, պարոն Ալեքսանդրյան, իրավական պետության տեսանկյունից, երբ որ իրավակարգավորումներից դուրս քաղաքական որոշումներով են առաջնորդվում։ Բայց ինչ գիտեք, որ իրավական գործ կա, որով իրավապահներ ասում են, որ խափանման միջոց այդ դրանցով ընտրված չի։ Դե իրավապահներին հարցրեք, գուցե նոր գործ կա։ Առնվազն Քոչարյանի կուսակցությունն էլ է, անդրակաշարք բաժանել, ես չգիտեմ։ Չեմ կան։ Չգիտեմ, ասում եմ հարցրեք։
Ես չգիտեմ, պարտավոր չեմ իմանալ։ Չեմ էլ կարող ֆիզիկապես այդ բոլոր քրեական հանցագործության մեջ մեղադրվողների բոլոր գործերն իմանամ։ Առհասարակ այդ սուպեր համակարգիչ է պետք այդքանը հիշելու համար, որտեղ դրանք հավանաբար Քոչարյանը եւ մյուսները պատասխան կտան, ինչպես էս վերջին 8 տարիներին է, չէ՞ տալիս։ Չէ, ինձ թվում է շատ ավելի ինտենսիվ։ Պարոն Ալեքսանյան, ուղղակիությունը, որ դիմադիր այդ ղեկավարները ընտրություններից հետո են գնում, հա, Ծառուկյանը, Նարեկ Կարապետյանը։ Դա էլ առհասարակ տեսակի մասին է, էլի խոսքը որպես այդպեսին։ Այսինքն իրանց գնալու խնդիր չեք ունենում մեջ, պարոն Ալեքսանյան։ Ունենում եմ, բայց այդ մարդիկ միջև ընտրությունները բան էին անում, ասում էին մենք հաղթելու ենք, բայց բանից պարզվում է այդ իրանց խոսացածից ընտրություններից մի շաբաթ չանցած իրանք արդեն այցեր ունեին պլանավորած, մեկը օրինակ, չգիտեմ, ինչ էր ասում, Եգիպտոս, մեկը Դուբայ, մեկը Ռուսաստան, հա, տենց այդ ինչ հետաքրքիր բան է ստեղծում։ Հասարակ վախկոտ փախուստ։ Պարոն Ալեքսանյան, դիտորդական կազմակերպությունները, անկախ դիտորդականապես ասում են, Ինչ չեն կարել։ Դուք հաղթել եք։ Դուք համարում եք ձերը հաղթանակ։ Դուք չեք համարում։ Ոչ 49% 50+1 չկան։ Հարգելի քաղաքացիներ, եթե սիրելի քաղաքացիներ 726,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի ասել է իր խոսքը։ Եթե ընտրակաշառքով, Ռուսաստանից բռնի եւ կաշառքով բերված մեր քաղաքացիների այդ բանը հանես, այնտեղ ակնհայտ նրանք չեն կարող ասել, նրանք առհասարակ որևէ բան ասելու իրավունք չունեն, որտեղ նրանք ընտրակաշը չէ, ամեն մեկը մի բան չի, երբեք չհամարձակվեք իմ ու որևէ ընտրակաշառատուի խոսքի մեջ հավասարության նշան դնել այսօր, որտեղ նրանք այդ հավասարության նշանը չեն վաստակել։ Նրանք ընտրակաշառատուներ են ու նրանց ճակատին փակցվածա լինելու գնապիտակ առաջիկա 5 տարիների ընթացքում։ Իրանց շատ հետաքրքիր ազգային ժողով է սպասում։ Մասնավորապես ազգային ժողովի իրանց հատվածը սուպերմարկետի նման ալնելու գնապիտակներով։ Ասենք կարելի ալնելու մոտենալ 5000 դրամ բաժանած ֆրակցիայի падգամավորին 5000 դրամը տալ ու ինչ ուզենալ ասել երեսին։ 2020 գնապիտակի հետ կապված 2020 թվականին նույն ընդդիմությունը դες համարում էր դավաճան։ Հիմա ձեր ճակատին էլ կամ գնապիտակն էլ դավաճան։ Համարելով չի, հարգելի քաղաքացի, հարգելի լրագրող, համարելով չի։ Ամեն մարդ շատ բան կարող համարի, կա փաստ եւ կա փաստ։ Եթե ձեր ուզածները չի բան Ալեքսանյան, որ ձեզ ասեն ղեկավարը հայտարարել է, որ կան մարդիկ ինքնախոստովանական ցուցմունքներ տված մարդիկ ես եմ հարց տալիս ուժեն։ Սակայն ընդդիմությունը պնդում է, որ կեղծ են այդ ձայնագրությունները, դուք տեղեկություն ունեք որևէ ընդդիմությունը էլ չի պնդում էքսպերտիզայի, որ համարի կեղծ։ Չեմ լսել, առնվազն չեմ լսել նման բան, բայց դա կարող քննական գաղտնիքի շրջանակներում լինի, մենք չիմանանք հիմա, բայց խորհուրդ եմ տալիս թող դիմեն, թող բոլոր ձայնագրությունները վերցնեն ու դիմեն, որտեղ իրանք չեն ասում եք եղծված է, իրանք ասում են կոնտեքստից կտրված է։ Ես ասում եմ, որ կոնտեքստում ուզում եք լսեք, երբ որ մարդը ասում է գլուխը 5000 դրամ, երբ որ մարդը ասում է միջին ստավկեն մարդու ինչքան է 70-ա թե 50000, այդ ինչի մասին է խոսքը։ Պարոն Ալեքսանյան, նախորդ հարցի հետ կապված հա շողիկի, ի վերջո ԿՊ կգնա այդ քայլին ՍԴ դիմելու, որ ասում եք այդքան գլուխներով են հաշվել 5000, 10000, արդյոք վիճահարույց համարում եք այս ընտրության արդյունքները գոնե ընդդիմության մասով, թե չէ, եւ կդիմեք սահմանադրական հարգելի գործընկերներ, ընդդիմության մասով առնվազն գերակնհայտ է ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը գիտի, որ չկա ուղղակի լեգիտիմ ընդդիմություն։ Չեմ կարող ասել, առնվազն ասում եմ, նորից եմ ասում, մեր իրավաբանները ինչ որ տեսնում են, որ կա իրավական լուրջ բաց ընտրակաշառքների մասով, ու մենք այդ բացը պիտի լրացնենք ու ձեր ասածը նաև լրացուցիչ իրավական հետազոտության կարիք ունի։ Ընտրություններ նշանակելու հիմքեր տեսնում եք։ Չէ, ես չեմ տեսնում։ Առնվազն կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին առնվազն իշխանության ձևավորման մասով իր խոսքը շատ հստակ ասել է, մնացածը նոր ընտրությունների եւ մնացածի մասով ես կարծում եմ խոսքը լեգիտիմ է ձևավորվել իշխանությունը միանշանակ լեգիտիմ է ձևավորվել, ընդդիմությունը միանշանակ ապա լեգիտիմ է, որովհետեւ ընդդիմությունը քաղաքացիների ճակատին գնապիտակ է փակցրել։ Պարոն Ալեքսանյան, բայց դեպքում եթե ընդդիմության այդ խնդիր եք տեսնում, ինչի քայլեր չեք ձեռնարկում։ Ձեռնարկում ենք, ով ասում չենք ձեռնարկում։ Ինչ եք անում։ Ասում եմ հիմա նոր օրենսդրական փոփոխություններ ենք ձեռնարկում ու դեռ հարց է, թե այդ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ինչ կլինի։ Ինչ օրինակ հետադարձ ուժը ինչ կապ ունի, հետադարձ ուժը այլ բան։ Ազդելու, այսինքն հիմա մի իրավիճակ է, որը դուք գնահատում եք
Ես օրինակ չգիտեմ, այդ օրինակ օրենսդրական փոփոխություններից հետո եթե ընտրակաշարքի վճիռները երբ են լինելու միջև օրենսդրական փոփոխությունը, թե օրենսդրական փոփոխությունից հետո սա այլ հարց է, չգիտեմ։ Չեմ կարող ասել, կարծում եմ պետքա նայենք ու սա շատ իրավաբանական տիրույթի հարց է, ես թույլ տվեք շատ մանրամասների մեջ չմտնեմ։ Իսկ պարոն Ալեքսանյան, դուք ինչպես եք նկատի ունեք, հա։ Հա, ինչ չէ։ Ինչքան րոպե առաջ պետքա ընտրակաշարատու սրիկաների որջերը փակել Հայաստանի Հանրապետությունը։ Պարոն Ալեքսանյան, դիտորդական կազմակերպությունները, անկախ դիտորդը, ականատեսը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը իրավական ռումբ են որակում, ապօրինություն, որ թույլ տվեց, այսինքն այդ վերաքվեարկությունը չեղավ, ըստ էության սրա արդյունքում հիմա ԿՊ-ն ունի 3/5։ Ձեզ համար այս պատկերը արդյոք մտահոգիչ չէ, որ մշտապես լինելու է օդում այն հարցը, որ դուք ստացաք 3/5 ԲՀԿ-ին դուրս։ Իրականում այդ հարցը չի լինելու օդում մշտապես ցավոք սրտի մնալու է այն հարցը, թե ոնց ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը եւ ԲՀԿ-ն հասան միջև արդյունքների ամփոփում ու ինչու նրանք ավելի վաղ նրանց մասնակցությունը չկասեցվեց այդ ընտրակաշարքի հսկայածավալ բաների բերումով։ Ձեր ասածը չեմ կարծում, թե ինչ-որ մեկի հետաքրքիր, ավելի շատ հետաքրքիր է իմ ասած հարցը, որտեղ առհասարակ կներեք, բայց ԲՀԿ-ն չպետք է հասներ արդյունքների ամփոփման փուլի, որ մի հատ էլ ասեր, օ իմ ձայները սենց մի հաշվի։ Հենց այդպես նշանակությունը իրավական պետություն է, եթե կան իրավական կարգավորումներ, ուրեմն թող դրանք գործեին։ Դե հիմա շատ լավ, դե հիմա իրավական կարգավորումներն եք ասում, դե ես ասում, իրավական կարգավորումների շրջանակներում ԿՀ-ն կայացրել է իր որոշումները, հենց ինչ է։ Այդ եմ ասում, որ դա դիտորդները ասում են ապօրինություն։ Դե ես էլ հիմա նայել ուրիշ բանն եմ, ասում եմ, որ նրանք ի սկզբանե պետքա ապօրինության հետևանքով ինձ մտահոգում է այն փաստը, որ ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը եւ Բարգավաճ Հայաստանը առհասարակ հասել են արդյունքների ամփոփման փուլ, որ մի հատ էլ վերջնահաշվարկ, մի հատ էլ նայենք, մի հատ էլ վերահաշվարկ, մի հատ տենանք քանի տոկոս հավաքեց